Եթե փնտրում եք, թե ինչպես պատրաստել փափուկ և հյութեղ խրիպսեր, ապա այս բաղադրատոմսը հենց ձեր համար է։ Խրիպսերը լվանում ենք, համեմում ենք աղով, պղպեղով, պապրիկայով և սխտորի փոշիով։ Փաթաթում ենք փայլատի տեղի մեջ և դնում ենք ջեռոցը, մոտ 2-ից 2.5 ժամ։ Հենց դա է փափուկ և հյութեղ դարձնում խրիպսը։ Մինչ եփում է խրիպսը, պատրաստում ենք սոուսը։ Սոուսի համար մեզ հարկավոր է լինելու տոմատի մածուն, կետչուփ, մանանեխ, սոյայի սոուս և սխտորի փոշի։ Խրիպսերը հանում ենք, բացում ենք փայլատի տեղը, գցում ենք սոուսը և ուղարկում ենք ջեռոց 200 աստիճան ջերմաստիճանով 15-ից 20